Պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Կուսակցապետի օրինակով իրենց Սարիկն էլ կարծում է, որ այսօր կարող է հայհոյել քաղաքացիներին, վաղը ներողության մի ստատուս գրելու վերջ, մեղքերը մաքրված են։ Գյումրիի ավականու ՔՊ խմբակցության ղեկավարը սեռական հայհոյանքներով էր պատասխանել ֆեյսբուքյան օգտատերերին, որոնք իրենց կարծիքն էին գրել վարչաբենդի համերգից Սարիկ Մինասյանի հրապարակած տեսանյութի տակ։ Հեռուստատեսային էթիկան թույլ չի տալիս, որպեսզի ընթերցենք Սարիկ Մինասյանի գրած կոմենտները իր իսկ հետևորդներին։ Ներողության տեքստում էլ Մինասյանն իրեն նեղություն չի տվել։ Իբր ներողություն է խնդրել, բայց իրականում արդարացել է, իր անզուսպ լինելու համար մեղադրելով ուրիշներին։ Որոշ շրջանակներ չկարողանալով զսպել իրենց նախանձն ու անբարո վարքագիծը, ֆեյք օգտահաշիվներով գրոհեցին էջս, մեկնաբանություններում անպարկեշտ վիրավորական գրառումներ անելով, թիրախավորելով ոչ միայն իմ անձը, այլև ընտանիքիս, քաղաքական թիմիս, հայկական մտածելակերպին տուրք տալով, որպես արժանապատիվ տղամարդ, տրվեցի նպատակաուղղված սադրանքներին և որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։ Ինքը արժանապատիվ տղամարդ։ Կուսակից Արուսյակ Ջուլհակյանն էլ երևի որպես արժանապատիվ կին էր այսպես արտահայտվում բերման ենթարկված Գոհար Ղումաշյանի մասին, որը կրծքով կերակրող մայր է։ Ինդուլգենցիա չեն, կրծքերը չեն կարող լինել, հարգելի պարոն Կիրակոսյան, ես բարկացա, ներողություն եմ խնդրում, բայց չեն կարող երբեք կրծքերը եւ նրանց կիրառելիությունը կոնկրետ իրավիճակներում լինեն ինդուլգենցիա քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Իր այս գռեհիկ ձևակերպմանը հանրային բուռն արձագանքը տեսնելուց հետո Ջուլհակյանն էլ, ինչպես նորաձև է ՔՊ-ում, ներողության տեքստ գրեց արդարանալով, թե միտքը չի կարողացել լավ ձևակերպել։ Այսօրվա հարցազրույցումս գուցե այնքան էլ հաջող չեմ ձևակերպել այն, ինչ ուզում էի ասել, ինչի համար ներողություն եմ խնդրում, եթե որևէ մեկին վիրավորել եմ։ Ներողություն խնդրելով մի կնոջից հենց նույն տեքստում Ջուլհակյանը վիրավորել էր մեկ այլ կնոջ, Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։ Իր աշխատավայրում ասպատակած Քրիստինե Վարդանյանը թող խոսի տանձից ու խնձորից։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շատ է կարևորում, որ քաղաքական գործիչներն ի վերջո հասկանում են հարցի լրջությունն ու ներողություն խնդրում, շատ էլ, որ այդ ներողությունը թիթեռի կյանք է ունենում։ Ես անընդհատ եմ հրապարակային խոսում այս երևույթի անթույլատրելիության մասին։ Ինչ պետք է սովորեն ՔՊԱ-ականներն իրենց կուսակցության գլխից, հարցնում են քաղաքացիները ֆեյսբուքյան տիրույթում, հիշելով երկրի թիվ 1 ամբիոնից Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնը իր ընդդիմադիրների մասին խոսելիս։ Հարությունում դուք շանս չունեք, դուք բացի շուն ու շանգյալից ուրիշ որևէ կարգավիճակ չեք կարող ունենալ։ Դուք ընդհանրապես ով եք, ինչ եք ձեզնից ներկայացնում։ Ես ձեզ այդ պատերով կտամ եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս։ Ես ձեզ ոտի տակ կտամ։ 3-ից էլ վերաբերվում է հերիքան ներվերներիս հետ խաղալ։ Կին լրագրողների, որ դուք դիտավորյալ պարկում եք, որպեսզի ՊՊՑ-ի տղաները ձեր վրայով քայլեն։ Լռեք ասցի, լռեք, թե չէ հենց հիմա դուրս կտարվեք ստեղի։ քաղաքացիների, Բան չի եք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ուրախ չեք, չի զգացվում որ։ Չէ ջղայնանում եմ, թող։ Ընդամենը 3 ամիս առաջ ԿՊԱ-ականները որոշել էին այլևս չհայհոյել։ Իրենց համար էթիկայի կանոններ էին սահմանել։ Հարգալից եւ արժանապատիվ վերաբերմունքը բոլորի հանդեպ, քաղաքացիների, կուսակցականների, քաղաքական հակառակորդների հանդեպ եւ այսպես շարունակ։ Լիլիթ Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։